Ըսե քու լերիտ, թե ինչքան մեծ է քու Աստվածդ։ Լերը մեր կյանքերում մեջ գտնվող եւ բարձրացած այն արգելքներն են, որոնք Աստծո կամքին հակառակ բոլոր միջոցներով թեմ գտնեն մեզի, արգելք կլան մեզի, մեր առջև երթալուն։ Լերը կստիպե քեզի, որ խոսիս եւ ապրիս պայմաններուն համաձայն եւ ոչ թե Աստծո հանդեպ ունեցած հավատքիդ համաձայն եւ ոչ թե Աստծո կողմէ քեզի համար սահմանված կյանքին եւ սկզբունքներուն համաձայն։ Հետևաբար շատ կարեւոր է, որ մենք նկատի առնենք այս մեկը, որովհետեւ աստվածաշնչական հիմք ունի եւ շատ այսպես փառակ թելմ ունի դարբերությունով կամ փառախաղով, որ գրնակ ու մեջը կամ զորավորը լալ այս սկզբունքը եւ կամ դգար լալ։ Հավատքը սիրելիներ գխոսի հայտնութենեն։ Հավատքդ գխոսի հայտնութենեն, ոչ պայմանեն։ Այսինքն կարևոր չեն պայմանները ինչ են, երբ հավատքդ քու միջոցով խոսելու կա, գխոսի Աստծո կողմէ քու մեջը դրված հայտնութենեն։ Սա կնշանակե որևէ ցևով հավատքը նկատի չառներ քու պայմանդ եւ անորամացայն խոսիր։ Գխոսի նայած Աստված ինչ կհայտնե այդ մասին։ Հիսուս Աստվածաշունչի մեջ չսորվեցուց մեզի անցուդարձներուն դեղեկատունը լանք։ Այսինքն մենք ինչ կանցնի գտարնա մեր կյանքերեն ներս, մեր շուրջ գտնվող պայմաններում մեջ, քաղաքական, տնտեսական, պատերազմի եւ այլն մեզի չսորվեցուց եւ եթե լավը ստուգես իր բարերը, իր խոսքերը, իր մոդեցումները, լավ կնկատես այս մեկը, չսորվեցուց, որ մենք անցուդարձերուն դեղեկատունը լանք, հապա Աստծո ճշմարտությունը հայտնող պատգամաբերները լանք։ Մենք Աստծո հայտնությունները հարաճ բերենք, քարոզենք, խոսենք բոլոր պայմաններուն վրա։ Ասիկա է, որ միայն ցույց կտա, որ մենք կհավատանք Աստծո, որ պայմաններեն վեր է։ Այլապես մենք անունով գրոնական օրեն կհավատանք Աստծո, բայց փնավալ մեր ներսիտին Աստծո այդ պայմաններեն մեծ լալը չենք կրնար տեսնել կամ չենք կրնար այդ մեկը խոսիլ։ Օրինակի համար, եթե նայենք Մարգոս 11:23-ին մեջ, Հիսուս չսավ քու լերդ նկարակրե։ Այսինքն քու լերիդ մասին խոսե, քու դժվարությանդ մասին խոսե, քու պայմաններուդ մասին խոսե, հաբա ասավ այս լերանը սե, լերան խոսե, ոչ լերին մասին խոսե։ Կանեոք հասկացավ։ Լերին մասին մի խոսիր, ինչքան զորավոր է, ինչքան դիրած է, ինչքան չար է, ինչքան մեծ է, ինչքան արգելք է, ինչքան եւ լերին խոսե։ Ուղագի խոսքդ իրեն ուղե։ Ասիկա հավատքի քայլ է, լերին մասին խոսիլը դրամապանության արդյունք եւ հետևանք է եւ դարբերությունը կյանք փոխող է ուղագի։ Քու լերիդ մասին խոսիլը քու մեջդ վախ կավելցնե, վախը կզորացնե, որովհետև գխոսիս ինչ փառավոր է ինքը, գխոսիս ինչքան գրծեր է դիրել, ինչքան գրծեր է դժվարություն բերել, ինչքան գրծեր է արգելքներ բերել, բայց խոսքը քու լերիդ ուղելը հավատքդ կզորացնե։ Կանոք հասկացավ, եթե դու քու լերիդ մասին խոսիս, բնականաբար վախդ կզորանա։ Դու նարիդ կուտաս թևերուն, որբեսի քու մեջդ վախ տնեն, բայց երբ դու գխոսիս քու լերիդ եւ խոսքդ գուղես իրեն, քու հավատքդ կզորացնես։ Դու պիտի սկսես նկատել, որ քու հավատքիդ մեջ են զորություն մգել է, որ դարբեր է այդ ժամանակվան զգացում են, երբ դու քու լերիդ
պայմաններուդ, դժվարությանդ, հիվանդությանդ, անկործությանդ, այս եւ այն բաներում մասին կխոսեիր։ Երբ դու կխոսես հիվանդության, դժվարության, նեղության, անկործության պայմաններու մասին, միայն ծառությունը գավելնա։ Բայց երբ կխոսես քո հավատքիդ մասին, այս օրինակը դուրս կգա, ինչպես Պետրոս գրծավ ճուրերուն վրա քալել, կնկատես, որ դու թեթև ես այլևս, պայմանները նույնն են, բայց թեթև ես, զգացումդ պայմաններեն չի փորձեր վախնալ, ազդվել, անոր արչև դգարը լալանոնց թեմ գհարցագի։ Դու երբ գմերժես, դու երբ քու լերիդ գխոսիս, դու գմերժես, ոչ թե գմերժես անոր քոյությունը, հապա բարձորեն գմերժես անոր իշխանության տակ մնալը։ Կանեոք հասկացավ, երբ խոսքդ լերիդ գուղես, անոր քոյություն ունենալը չես մերժեր, գիտես իրականություն մգա, ասե աշխարհի պայմանը, բայց դու անոր իշխանությունը գմերժես։ Չես արդոներ, որ անոր իշխանություն, անոր ծրագիրը քու կյանքիդ վրա աստե։ Սուրբ Օքին քեզի կհայտնե, որ հավատքը լուր մնացող բան չէ։ Քու հավատքը ինչքան պայմանները շատնան, այնքան շատ պետք է խոսի։ Եթե չխոսի, ասել է պայմանները լրացուցին քո հավատքդ։ Քանի օքի ունեցեր այդ վիճապանությունը, կորձի, կյանքի, ընտանիքի բարականերու մեջը, որ երբ թիմացինը քիչ մ այսպես ջարդար խոսողը լա, զորավոր խոսողը լա, նկարակիրը զորավոր թիմացինին ինչ կնե, գլրեցնե։ Եվ որ թուն հավատքդ խոսել են թատրիս, սա կնշանակե, որ լրացուց քեզի, հավատքդ լրացուց, պայմանները լրացուցին քո հավատքդ։ Հավատքը հրճակումով արդահայտվող ցայնն է։ Հավատքդ հրճակումներով շարժողն է։ Հավատքդ չի փավերս ես ունիմ։ Եվ որ պայմաններուն թիմած կհրճագես, այն ադեն է, որ շարժելու կսկսի։ Հավատքը ունենալով չի շարժիր։ Անորոմար գսե, հավատք առանց կործի մերած է։ Հավատք ունիմը գրոնականն է։ Հավատքը պայմանին թիմած համոզումով հրճագելը Աստծո կողմէ քու մեջը տրված հավատքին եւ զորության կործի տնելն է։ Հետևաբար հավատքը Սուրբ Օքիի միջոցով լալու համար չի եղած, հապա հրճակվելու համար եղած է։ Քու հրճակումի ցայնը դե, որ գշարժե զորությունը։ Ստեղծագործությունը սկսավ ոչ երբ Աստված խավարը տեսավ, չէ՞։ Ստեղծագործությունը սկսավ, երբ Աստված խավարի մեջ լույս խոսեցավ։ Հետևաբար մեր չորս կողմը տեսնվածները գրկնելը, նկատի առնելը, նկարագրելը չէ հիմնականը, հապա ես ինչ ունիմ դերոճմով անոնց թեմ խոսքս տնելու, անոնց թեմ խոսելու։ Հավատքը քու խնդիրդ չի մեծներ, հապա Աստված կմեծնե։ Օրինակ առնենք Դավիթի եւ Գողիաթը Այբ թագավորած 17-րդ գլուխ։ Ամբողջ Իսրայելը վախի մեջ էր։ Եվ Իսրայելը խոսեցավ Գողիաթին մասին, ինչքան մեծ է, ինչքան զորավոր է, ինչքան սպարազինված է զինվորական չափանիշներով, բայց մանուկ բադանի Դավիթը եկավ, խոսեցավ ուղղակի Գողիաթին։ Եթե նայես ուժի կապված, կնկատես, որ շատ ավելի հսկաներ եւ ֆիզիկապես զորավորներ կային, ավելի դարիքով մեծեր կային, նույնիսկ իր եղբայրները, որ բادرազմի տաշն էին, ավելի մեծ էին իր մե։ Բոլորը լուր մնացին, բոլորը թշնամիին ուժին մասին խոսեցան, որովհետև իրենց ներսիտին Աստծո կողմէ Աստծո ուժին մասին դեղեցությունը գործընծուցած էին, տեսեք, գրոնական չափանիշով դրամապանությամբ կամ քիդությամբ Աստծո մասին գիտնալը ինձի չոքներ դժվարության ժամանակ պայմաններուն դիմաց ես ասելիք ունենամ։
գիտությունը չոքներ, գիտությունը գմարի, երբ դժվարությունը կա։ Քանի անգամ Պետրոս Հիսուսի համար վկայություն տվավ, քանի անգամ աշակերտները վկայություն տվին Հիսուսի մասին, բայց երբ դժվարությունը եկավ, ժխտական արտահայտվեցան, որովհետև դակավին ներքին փորձառությունը չունեին Հիսուսի հետ այդ միությունն ու գաբը ունենալու։ Գիտությունը առանցին չի փավեր, ով ինչ կուզե թողսե, ով կուզե քայթաղի այս խոսքեն, գիտությունը առանցին չի փավեր։ Աստվածաշունչը չդրվեցավ իբրև քիդական քիրք, Աստվածաշունչը նախ աբրվեցավ եւ այդ աբրվածը քիրքի վերածվեցավ։ Հետևաբար Աստվածաշունչը Սուրբ Հոգիի միջոցով միշտ աբրվելիք է, ոչ միայն գիտություն ունենալ է։ Մենք գիտությունով կգարձենք բավարար ամեն ինչ ունենք, բայց շատ լավ գիտենք մենք, որ մեր գիտությունը դժվարության ադեմ որոշում կայացնելու ժամանակ ինչքան դգարեր եւ մեզի չգրցավ օգնել, ինչքան լքեց մեզի մեր գիտությունը։ Քանի օքի ունեցեր այդ փորձառությունը, դժվար բարակայի մարչեւ կգնաս գիտությանը համացայն աղոտ մգնես, բամը չես առներ։ Գիտության համացայն բացատրություն գուզես, բացատրություն չունիս։ Գիտության համացայն մեկ հատ համար գուզես, այդ դժվար փորձառության արչև որբեսի միտքը չի կար։ Որտեղ գիտությունը չոքներ։ Հավատքը։ Դավիթ խոսեցավ ուղագի Գողիաթին, ինչ ասավ։ Ասավ «Տուն ինձ սրով, նիզակով, քեղարտով գուքաս, բայց ես զորության դիրոջ, քու նախադած Իսրայելին զորքերուն Աստծուն անունով գուքամ»։ Եվ շարունակեց անգե ետքը ասել, որ այսօր իրեն ինչ պիտի լա։ Ամեն մարդ խոսեցավ Գողիաթի մասին։ Գողիաթալ ուրախ էր անշուշտ։ Բայց Դավիթ ուղղակի խոսեցավ Գողիաթին եւ ասավ իրեն ինչ պիտի լա այսօր։ Դավիթ իր արչև գտնվող լերան Գողիաթին հետ փանակցություն չրավ։ Կանեք դեսե փանակցություն չրավ։ Աստծո մեծությունը հրճագեց լերան վրա։ Հստակ է, որովհետև իրեն նայիսն է ինքը ինչ պիտի բադանի դարիքին Բստիկ պիտելար, դգար պիտելար, ինք իր զորութենեն չեր խոսեր, իր հավատքեն գարդահայդը վեր։ Մեր հավատքը միշտ Աստված գարդահայդ է, Աստված կներկայացնե։ Չորցած ոսկորները, Եզեկիել 37-ը, Աստված չսպասեց, որ Եզեկիել չորցած ոսկորներու թաշտը նկարագրե։ Ոսկորներուն չորությունը ինչ դոգոս է։ Չագնգալեց, որ չորությունը նկարագրե։ Աստված Եզեկիելին ասավ, այս ոսկորներուն վրա մարգարեացիր։ Ինչեր է, Կովինիդս Աստված ասավ, մարգարեացիր։ Գնաց Երևակայել ոսկորները չորցած են արդեն։ Այսինքն ինչպես գնայիս իրեն, դու միայն չորցած ոսկոր կտեսնես, միայն մեռած մարդ կտեսնես, միայն հուսահատություն հոնդեղեն կներշնչես, բայց Աստված իրեն չսավ նկարագրե ինձի նայենք ինչ չափ է արդյոք հարմար է, որ սա հրաշք ունենք, մարգարեություն ունենք, մեկ հատ չափ չփենք նախքան այս գործինը սկսենք։ Սա մարգարեացիր այս ոսկորներուն վրա, անգախ ոսկորներուն պայմանը ինչ են, որովհետև թուն իմ խոսքիս համացայն արդահայտվեցար, այդ ոսկորները զինվոր պիտի լան, փանակ պիտի լան։ Կրնակու լերդ այսպես մերածը լալ, կուտիմացդ։ Ինչպես գնայիս քեզի գարդացոլացնե հուսահատություն, ինչպես գնայիս քեզի գարդացոլացնե վախ, մինչև այն ադեմ, որ թուն իրեն գնայիս, նույնը պիտի առնես պատասխան։ Պիտի չփոխվի ադիգա, մինչև որ իրեն խոսիս։ Եվ խոսելիքդ քո հավատքիդ աղբյուրեն խոսիս, իրեն ասես ինչ պիտի լա քեզի։ Ես 5 տարի առաջ երազմ դեսա եւ երազիս մեջ բարձր սյունիմը վրա էի, սյունը 4 կողմեն դակավին փայդեր չուներ, որ թափվի մեջը, միայն խովակ թելերը գային, շատ բարձր էր։ Ես ալ ամենավերի բաժինին վրան էի, ուր դակավին չէին գաբած թելերը, հաստատ ունչեր, այսպես կշարժեր։ Ես այն ադեմ վնե կսպասեմ, այն ադեմ վնե մեկ նամակ ունիմ,
Ամեն անգամ, որ դժվարությունը ինձ գանտիպի, գիտեք ինչ կսեմ դժվարության։ Այդ օրը, երբ ես երազիս մեջ տեսա, ես ասի անգարելի է որ ես ինամ։ Անգարելի է որ ես ինամ։ Անգարելի է որ ես ինամ, մենք պիտի շինենք։ Եվ մենք այսօր հասանք այդ շինելուն։ Անցյալ օրը միասին երբ վերն էինք, պատրաստություն գնեինք, որպեսզի մեր դեպոն փոխադրենք, գսեին այցեք աստծուները, որ հիմա կեդինեն վեր ելած են, ճիշտ նման էր երազիս, բայց տակավին ավելի բարձր էր քիչը։ Սա կնշանակե վերի հարգին մասին կխոսենք մենք։ Հավատքդ պիտի խոսիս եւ ոչ թե թիմացի բարական պիտի նկարագրես։ Դեր Հիսուս փոթորիկին հետ չխոսեցավ։ Անհրաման արձակեց փոթորիկին։ Քաոսին մեջ խաղաղություն խոսեցավ։ Անհանդարտ ձովին ալիքներուն փոթորիկին մեջ եւ ասիկա ցույց կուտա որ իշխանությունը զգացական ուժը չէ մեր մեջը սկացումներուս համացայն շարժելով չէ որ է զորավոր կսկամ կխոսիմ զորավոր չեմ սկար չեմ խոսիր հաբա հավատացյալներուն շրտներով հրճակված աստծո ցայնն է աստծո գամքն է Լերները գհնազանդին աստծո միացած սիրտեն եկած խոսքին ինչքան աստծո հետ մդերիմ հարաբերություն գաբրիս անոր համացայն լերները մտիկ կնեն քեզի ուզեն չուզեն պայմանները քեզի համար պիտի փոխվին բարակաները քեզի համար պիտի փոխվին ես գադագով շատ անգամ գսեմ բայց մեջս դակավին իրական նպատակ ունենամ այդպես գտեսնեմ նույնիսկ բادرազմը ինձ համար օգտակար էր նույնիսկ երգերին պայմանները ինձ օգտակար էին աստծո դունը շինելու ժամանակ անցրևին քալը եւ չիկալը ինձ համար օգտակար է անցյալ օրը միրել անգսեր անցրև պետք է կաբեկա աղոթենք անցև կասի ոչ ես մի չաղոթեմ դանիքուն ինք թափելու հանգար ծխալ ժամանակ մեզի արկել չլա Անցրև իր ժամանակին թող կա, իմ կործիս արկել կլալու համար թող չի կա, հալելույա, Սուրբ Հովանես ոսկեպերան հետևյալը գսե, գսորվեցնե, հավատացյալները գսե իշխարություն ունին, որովհետև Սուրբ Հոգին իրենց սիրտերը գլեցնե աստծո քաջությամբ, Սուրբ Հոգին գլեցնե սիրտերը քաջությամբ, հետևաբար ես չեմ գնար անդեսել իրեն այդ հարաբերությունս, հավատացյալին փերանու զորություն արձակող Աստվածային կորձիկի մը գվերած է Սուրբ Հոգին։ Տուն ներքնաբես հետը գապ կունենաս, ինքը քու շրտներուդ վրա լալիք խոսքերը գորոշե։ Օգոստինոս կսե, երբ հավատացյալները Աստծո մեծությունը գտավանին, կգործանեն անոնց փերած երևակայական ուժերը, արգելքները, ազդեցությունները։ Ուրեմն քու թավանելու հետ նայեցեք, ասիկա հարյուրավոր տարիներ առաջ այս խոսքը հավատացյալներու շրտներեն ելած է դակավին Աստվածաշունչը նույնը կքաչալեր է Սուրբ Հոգին դակավին նույնը կթելադրե մեզի Գյանքիդ մեջ խնդիրը արչևդ ելող լերը չէ պայմանը բարական հիվանդությունը անկործությունը դժվարությունը չէ հաբա ինչպես գնայիս անոր աչքերս կսե թեպի լերները դարձնեմ ուրգե իմ օգնությունս պիտի գա տուն ուր գնայիս որուն գնայիս լերները գզորանան կյանքիդ մեջ երբ անոնց գնայիս երբ անոնց մասին գխոսիս երբ անոնց ըրածները կգրկնես կանե օքե դեսել լուրերը միտիկ կնես եւ գերտաս բարեկամիտ կբատմես գարձես խոսողը Աստված էր կանե օքե իրեր այս մեկը գխոսիս որովհետեւ հավատացիր Վերջը գտեսնես այդպես չէ, հետո գտեսնես մյուս կողմնա մյուսը խոսի, ամա անորը սազալ համոզի չէ, քեզ չէ։ Մարդոց մեջ քնտիգի վես կխաղաս, օր մասոր խաղապարեն, օր մանոր խաղապարեն, քու խաղապարդ կգործվի այլևս։ Եվ գվախնաս քու լերետ։ Այն ադեն է որ լերետ կզորանա, լերները կփոքրանան, երբ մենք Աստծո գնայինք։ Երբ աչքերդ Աստծո կբարձրացնես, երբ զինք գերգրբակես, ոչ դժվարությունը, երբ Աստծո մեծությունը կհրճագես, երբ խոսքերդ համահունչ կլան, երկնայինին, ինչ որ երկինքը ասած է, ինչ որ երկնայինը ադորամացային կշարժի,
թունալադոր համապատասխան համացայն կդարձնես։ Ինչ բան որ գմեծարես, ադիգա գդառնա քեզի համար իրականություն։ Ինչ բան որ շատ կգրտնես, ինչ բան որ շատ կմեծարես, ինչ բան որուն շատ արժեք կուտաս, ինչ բան որ շատ կնայիս, անիգա գդառնա քու կյանքիդ մեջ իրականություն։ Գիտեք, չէ՞ գսե մեկը լերան վրա սուտ խոսեցավ, մինչև վարիչն է ինքն ալ վերջավորության հավատաց, մինչև վարկա ինքը հավատաց։ Վերջավորության կհավատաս այդ քու սխալ քաղաքարիդ։ Իսկ հավատքդ կմեծարես Աստված եւ ոչ թե խնդիրը։ Այսօր աշխարհային եւ նույնիսկ հավատացյալներ հավատքով շարժող եւ արտահայտվող մեկում գսեն, հա, բայց Աստված մեզի խելք տվեր է, Աստված մեզի դրամապանություն դեր, ոչ թե վախտան գսելով, ոչ թե վախ արթող նյութեր մտածենք եւ քրքրենք մեր անձը ասելով, մեզի դրամապանություն դվեր է իր գամքը օրինավոր կերպով, ճիշտ կերպով կորձի լծելու համար, ոչ թե վախին արժեք եւ արիտ տալու համար։ Քանի օքի դես է, քանի օքի գիտոր մենք ադիգա գնենք, Աստված խելք տվեր է, երտանք սխալ բաներ կմտածենք։ Ինչպես գխոսիս քու լերիդ, նախ ջանցիր լերդ, նախ ամեն առաջ, կովիդից է ջանցիր քու լերդ։ Մի անդեսերզինք, մի անդեսեր գամ մարդիկ, որոնք գանդեսեն լերը, շատեր գանդեսեն լերը, չեն ուզեր դեսնեն, որ դա հիմա մուտս պիտի ավրվի։ Ինչս էլ է մուտս պիտի ավրվի, ադիգա լերը արջևդ գեցեր է, մուտիս հետ ինչ կապ ունի։ Մի անդեսեր, իրականություն մնե, անուն դուրանոր։ Նայ ինչ է աս լերը, ինչի լերը, վախի լերը, բագասության լերը, հիվանդության լերը, ընկճվածության լերը, ընտանեկան խնդիրի լերը, ծառայության խնդիրի լերը, ինքնության վերքեր են, սխալ հարումներ են, addiction-ներ են, սովորություններ են, հոգևոր ընդդիմություններ են, անուն դուր իրեն։ Նախ անուն դուր իրեն։ Եվ անգեի հետ այդ անունին համացայն հրճագում է ադոր վրան։ Աստծո խոսքը գսե քեզի վնասող կորձիկ ամենևին պիտի չհաճողի Եսայի 54:17-ը Սաղմոս 23:1 գսե դերը իմ հովիվս է Հովանու 14:27-ը գսե խաղաղություն գցկեմ գթողում ձեզի Հովանու Այ Հովանու 4:4 ծեր մեջ եղող Աստծո հոգին ավելի մեծ է քան Քրիստոսի հագարագորտին հոգին Փիլիպեցիս 4:19 թող ամենարադն Աստված ինք փառավորավես հոգա ծեր բոլոր պետքերը ուրեմն խոսելով արտահայտվե պայմաններուն վրա երբ Աստծո մեծությունը կհրճագես բնականաբար դու կվարժվիս այս ուղությամբ հավատքով Աստծո մեծությունը հրճագել քու 4 կողմդ եղող պայմաններուն դիմաց սիրտդ համապատասխան եւ համահունչ կլա անոր սիրտին հետ կսկսիս վարժվել անոր սիրտին դրոփումին համացայն թուն դրոփել զգալ ապրիլ արտահայտվել հոգիդ կսկսի բարձրանալ ավելի ներշնչում ունենաս ավելի վերանաս միտքդ ավելի գայուննա ավելի գայուն ես որովհետեւ մեջդ զորավոր է միտքիդ վրա ամեն տեսակ շունչ ամեն տեսակ աստին անտին կացող բան քեզի չաստեր շուտով մտնոլորդդ քու առօրյա մտնոլորդդ կփոխվի աղոթքի կյանքիդ մեջ, ընտանեկան կյանքիդ մեջ, ամեն դեղի մեջ մտնոլորդը կփոխվի, հրեշտակները կպատասխանեն, խավարը կհերանա, լերները կսկսին շարժիլ, չկա լերմը, որ չի շարժիր։ Կարգ լերեր շուտով կշարժին, կարգ լերեր ընթացիկ կշարժին, բայց բոլորը կշարժին։ Որովհետև դերը սերը պիտի շարժին, երբ դու խոսիս։ Շարունակե խոսիլ, մինչև որ տեսնես զինք շարժած է, մինչև որ տեսնես, որ լերը ելավ կյանքիդ մեջ են եւ արժև են շատերուն համար գսեն որ մենք գաբրինք այս աշխարհի մեջ այսինքն ուրիշ բարերով ասել գուզեն վախի լուրերը դժվարության լուրերը վարագիչ են գաստեն մեր վրա քեզի լավ լուր դամ հավատքն ալ վարագիչ է ոչ միայն վախը ոչ միայն դժվարությունը հավատքը եւս վարագիչ է Երբ դու շարունակ հրճագումներդ կգադարես, պիտի տեսնես, որ մեկը պիտի դգարանա եւ հավատքը պիտի զորանա։ Խոսքերը, որ դու կհրճագես, քու ինքնությունդ կցևավորե։ Ինչպես գորոշես
խոսիլ, մտածել, արդահայտվել եւ ապրիլ, անիգա քու ինքնությունդ կցևավորե, որ վերջավորության ադոր համացայն է, որ պիտի ապրիս։ Մի արդոներ, որ լերը քարոզ է քեզի, թուն քարոզ է լերին։ Կանոքին լերը իրեն քարոզ է, արդու գարտնա աչքերը կփանա արդեն դերդերը իր հետն են։ Կանոք եդես է, ճիշտ ծեր բարերով սի որպես է հասկանակ։ Հետդ գուդե, հետդ կխմե, ինչ գուդես բաժին ունի մեջը, ինչ կշահիս բաժին ունի մեջը, չէ՞։ Միցկեր ինքը քարոզ է քեզի։ Քուլերդ գուզե վախ խոսիլ, քուլերդ գուզե խնդիրները չափազանցել, հավատքդ բացեցնել, աղոթքդ թատրեցնել, երգրբակությունը առաստված, գարթալը, աղոթելը թատրեցնել, բայց դու ավելի բարձր գոչում ունիս, դու քարոզելերին, ասե նայր դերի ինչ վիտնե քեզ, այսպես քրված է։ Եվ որ այդ քրվածդ կսես նայես սիրտդ ինչքան ցերպազատված է իր քեզի ասածներեն, դու հիշեցուր թե ով է քո Աստվածդ։ Դգարես արկել չէ։ Հավատքդ ֆիզիկապես դգարը լալուն հետ գապ չունի, բնավ գապ չունի։ Բնավ գապ չունի։ Հավատքը ցավ ունենալով, հավատքը չգարենալ կործածելուն հետ գապ չունի։ Հետևաբար թուն հրճագե թե Աստված ավելի մեծ է, Աստված ավելի զորավոր է, Աստված ավելի իմաստուն է, Աստված ավելի մոտ է քեզի եւ Աստված հաղթական է։ Թուն իրեն հրճագե։ Եվ որ մեկը քեզի բամը գսե տուն դարբեր խաղապար ունիս ինչ կնես, կսպասես երկու բարի մեջը մեկ հատ շունչ առնե, որը սելիկը դսես, չէ՞, կանոք է դսե։ Եվ որ քեզի պայմանները գխոսին, թուն սելիկը դսե։ Մի վախնար այս բարակային անքաղաքավար չես։ Սխալած չես լար։ Նույնիսկ եթե չխոսեցնես այդ ցայնին։ Եթե մեկն ալքա քեզի պիտի խոսի սեհաջիս, դու գիտես նույնը, դու գիտես քարոզը, դու գիտես ինչ պետք է հրճագենք մենք։ Դու ազատ ես, բայց ինձ հետ մի խոսիր այդպես, ես կուզեմ ճիշտ հրճագել, եթե պատրաստ ես եկուր միասին աս նույնի ժամանակը քարոր ժամը, հատիկա հրճագենք։ Եթե գուզես կյանքիդ մեջ ավելի լավ բան ունենալ, բավարար է շատ մարդոց չեն կնար այդ մեկը ասել, երբ հավատացյալները լան հատիկա ասենք։ Լերները չեն շարժիր, երբ անոնց մասին կխոսիս, լերները կշարժին, երբ անոնց գուղես քո խոսքերդ։ Հետևաբար իմ Աստվածս ինչ է, մեծ է, հավատարիմ է, մոտ է, հաղթական է, ամեն։ Պետք է ասոնք իմ մեջս զորանան, աղոթքի կյանքով, իրեն հետ մտերմություն շինելով, Աստծո խոսքը գարթալով, եւ մենք պիտի տեսնենք, որ լերները պիտի խոնարհին։ Հավատքը բնավ պայմաններուն ցայնը չէ, հապա Աստծո ցայնն է, որ գիշխե պայմաններուն վրա։ Ամեն կովինիդս է հավատքը պայմաններուն վրա իշխող Աստծո ցայնն է։ Հավատքը պայմաններուն վրա իշխող Աստծո ցայնն է։ Ամեն։